Եթե մենք տեսնում ենք, որ պարոլները շատ են մեր հարաբերությունների մեջ, նախ հասկանանք, որ այո, կան ինչ-որ բաներ, որոնց մասին ես տեղյակ չեմ, եւ ինչպես գալ հարաբերությունների մեջ այն կետին, որ դիմացինը ձեր ներկայությամբ բավարար ապահով զգա գաղտնիքներ չունենալու, բավարար ապահով զգա ձեզանից ինչ-որ բաներ չթաքցնելու, ձեր մեջքի ետևում ինչ-որ բաներ չանելու։ Եթե կան գաղտնաբառեր, մենք փորձենք զրուցել, հարց բարձրացնենք։ Կա ինչ-որ բան, որ ես չգիտեմ, կա ինչ-որ բան, որ դու չես ցանկանում ես իմանամ, կամ մտածում ես, որ եթե ես այդ մասին իմանամ, մեր հարաբերությունները կարող են, չգիտեմ, կործանման գնալ, դադարեցվել եւ։ Եթե կան գաղտնաբառեր, կարող ենք առաջարկել, որ ոչ թե հենց այսպես միանգամից բաց հեռախոսը, ես հենց հիմա ուզում եմ տեսնել ինչ կա այդտեղ, չէ, եկեք մեր զուգընկերոջը անգամ ժամանակ փորձենք տալ, հա, որ արի պայմանավորվենք, որ օրինակ երկուշաբթի օրվանից մենք փորձելու ենք ապրել առանց գաղտնաբառերի։ Երկուշաբթի օրվանից փորձենք, եթե ինչ-որ բաներ կան մեր կյանքում, որ պետք է մաքրենք, պետք է ուղենք, պետք է շտկենք, մի հատ վերանայենք եւ փորձենք հասկանալ ինչպես ենք ուզում շարունակել մեր հարաբերությունները։ Ասեմ, որ սա չի վերաբերվում երեխա ծնող հարաբերություններին, ընկերներ։ Այդտեղ գաղտնաբառեր ունենալը ուրիշ բացատրություն ունի։ Ես խոսում եմ զույգային հարաբերությունների մեջ, որտեղ գաղտնաբառեր ունենալը ցուցիչ է, որ կան բաներ, որ ցանկալի չէ դուք իմանաք։ Մտածեք այս մասին, վերանայեք անձնական սահմանների մասին ձեր պատկերացումները եւ փորձեք լինել խորագետ, իմաստուն, արթուն, վարդագույն ակնոցներով ձեզ մի խաբեք եւ հետեւողական եղեք ձեր հարաբերություններին, որտեղ ընտանեկան հարաբերությունը դա ենթադրում է ստաբիլություն, դա ենթադրում է կարգապահություն, պատասխանատվություն, իսկ դրա համար երբեմն մարդիկ պատրաստ չեն մտնելու այդ պատասխանատվության դաշտ, այդ ստաբիլության այդ հստակ հարատև գործողությունների ընթացքին, իրանք ուզում են շարունակել ապրել կյանք այնպես, ինչպես նախկինում են ապրել, այսպես չաթ անել սրա հետ, նրա հետ, հազարավոր մարդկանց հետ շփվել, նայել պոռնոգրաֆիկ տեսանյութեր, հեռախոսում ունենալ նախկին ընկերուհիների մերկ լուսանկարները եւ, այնպես որ մտածեք այս ամենի մասին, իսկ բոլոր նրանք, ովքեր կցանկանան այս հարցերով մասնավոր ինձ հետ խորհրդատվություն ունենալ, կարող եք զանգահարել 095 51 44 54։ Մենք աշխատում ենք on-line տարբերակով եւս մեր Սփյուռքում ապրող բոլոր հայրենակիցների հետ։ Սիրով կսպասեմ ձեզ։